Բարև ձեզ Սամվել, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ եք առանձնացրել, բայց այսօր կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ նորից ինքնատիրապետումը կորցրեց, բայց մինչև այդ ինքնատիրապետումը կորցնելուն մենք տեսանք, որ նաև ինչ ասում, բա ես պիտի զանգեմ հանդիպում խնդրեմ Ռուսաստանի նախագահից, բա ինչ պիտի անեմ, կարող է ինքը անի, այսպես այս արդեն ինչ են անում իրենք, այս պահվածքը ինչով է պայմանավորված, երեք, բայց հատկանշական է, որ խոսելով, որ Հայաստանին ինքը այլևս ինքնիշխանություն է բերել, պարանը հորթի նման պարանը գցել էին վզները, քաշ էին տալիս, այսպեսի առանց անուն տալու, բայց հասկանալի էր ուր էր տանում իր խոսակցությունը, իսկ այսօր արդեն այսպեսի բան է ասում, այս ամենի հետ կապված ձեր տեսակետը նաև ինչ եք առանձնացրել։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, Նիկոլ Փաշինյանը ցույց է տալիս հատկապես Ռուսաստանի հետ հարաբերություններում իրենց կարճաժամկետ եւ տգետ արտաքին քաղաքականության մոտեցումը, մինչ Նիկոլ Փաշինյանը, մինչև այս վերջի իր պահվածքը, նաև նույնը նկատել ենք ազգային ժողովի ղեկավարի կողմից, Ալեն Սիմոնյանը, որը ամեն առիթը բաց չթողնելով ամեն անգամ հակառուսական թեզեր էր տարածում, հետո Ռուսաստան գնալուց առաջ պետական այցից առաջ գնաց մի հատ ֆակտորում փուփուշացավ, գնաց Ռուսաստանում խեղճացավ, հետո հետ եկավ էլի դարավ նույն ակլորը։ Հիմա սա խնդիրը նրանում է, որ այս մարկանց քաղաքականությունը հատկապես նման մեծ հզոր պետությունների ուղղությամբ խայտարակ է եւ շատ վնաս է մեր պետության անվտանգության եւ մեր դիվանագիտական հարաբերությունների համար, որովհետեւ մենք պետք է ընդունենք մեկ բարձ փաստ։ Անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից միշտ լինելու են մեծ եւ փոքր խաղացողներ։ Մեծ խաղացողները անկախ իրենց դիրքերից եւ կոնֆլիկտներից միշտ ունեն շփման խողովակներ։ Եվ այդ շփման խողովակներում իրենք միշտ բացահայտում են, որ թե Ալենը, թե Նիկոլը, թե մնացած այս ոչ բարով մեր ղեկավարները գնում են տարբեր պետություններ եւ ըստ այդ պայի հարմարության խոսում են ամեն հնարավոր բան։ Այդ իրենց ասածը կարող է լինել սուտ, կարող է հետո լրիվ նույն հակառակ բանը ասեն հակառակ աշխարհական կենտրոնում։ Իրենց համար դա որևէ նոր բան չէ, որովհետեւ այդ մարդիկ երկարաժամկետ քաղաքականություն չեն մշակում, որովհետեւ իրանք տերը չեն իրենց ընդհանուր այդ մեծ պլանի, այդ մեծ պլանի տերերը նստած են Անկարայում եւ Բաքվում, եւ ամեն անգամ նոր իրադարձություններ եւ զարգացումների ժամանակ իրանք իրանց տերերից ուղղակի պահանջում են, խնդրում են նոր թեզեր, որոնք պետք է տարածել հանրության մեջ ու շարունակում են աշխատել։ Այս պահին Նիկոլ Փաշինյանն էլ, Ալեն Սիմոնյանն էլ պատրաստ են ասել եւ անել ցանկացած բան, որը որ վնաս է մեր պետականությանը եւ մեր ինքնիշխանությանը, զուտ նրա համար, որ Ալիևը իրենց թույլ տա, որ իրենք 2 ամիս եւս կարողանան խոսեն նրա մասին, թե ինչ հրաշալի խաղաղություն է բերվել։ Մենք տեսնում ենք, որ Ալեն Սիմոնյանի ազգային ժողովում լրագրողների հետ փոխանակած խոսքերը հայտնվում են ադրբեջանական մամուլում, որտեղ ադրբեջանական մամուլը մեր երկրի պարլամենտական հանրապետության պարլամենտի ղեկավարին ներկայացնում է ավելի շատ որպես իրենց սեփական աշխատող, իրենց քաղաքական գործիչ, որովհետև հայ ազգային ժողովի նախագահան, հայ լրագրողների վրա մունաթ է գալ, ասում Արցախի եք ասում, Ղարաբաղը Ադրբեջանինն է, ինչ եք տենց ասում։ Այս մարդիկ չունեն որևէ կարմիր գիծ, այս մարդիկ իրենք արդեն ընդունել են, որ իրենք սուտասաններ են, իրենք հրաժարվել են իրենց հայրենիքից, նույն Ալեն Սիմոնյանը, որը ասում էր, որ Աղդամը իր հայրենիքն է, այսօր ասում է ես սխալվել եմ։ Իմ պատկերացմամբ հայրենիքը եւ ծնողը շատ նման արժեքներ են, եւ մի մարդով կարող է հրաժարվել հայրենիքից, նույնպես կարող է նաեւ հրաժարվել ծնողից։ Սա է այս մարդկանց արժե համակարգը եւ երբ մենք տեսնում ենք, որ ասենց հիմա զանգվածային գրոհ եւ տերորը տեղի ունենում մեր սեփական ազգի եւ բնակչության հանդեպ, կառավարության ամբողջ վերնախավը նստում է այդ ավտոբուսը, պտտվում է գյուղերով, քաղաքներով եւ տերորի են ենթարկում մարդկանց, վախեցնելով, ասելով, եթե մեզ չընտրեք, պատերազմ է լինելու։ Ուրեմն ես հիմա կուզենամ մի քանի դրվագով, մի քանի պաշտոնյաների անդրադառնամ այս խայտարակ խոսույթի վերաբերյալ, պետք է հասկանալ, որ իբրև պետություն այդ կառավարման այդ վերնախավի եռանկյունը պետք է պատկերացնել այսպես։ Եթե գլուխը Նիկոլն է, Նիկոլի աչը դա Արարատ Միրզոյանն է, Նիկոլի ձախը դա Սուրեն Պապիկյանն է, իսկ Նիկոլի ներքևը մեջտեղում Ալեն Սիմոնյանն է։ Հիմա ես ուզում եմ խոսել այս 3 պետպաշտոնյաների մասին։ Սուրեն Պապիկյանը մարդ, ով որ ղեկավարում է մեր բանակը այս պահին ոչ բարով, մարդ, ով պատկերացում չունի ռազմական գործից, այնքան դավաճան եւ խայտարակ հայտարարություններ է անում, որ ուղղակի սա պարզ մեզ ցույց է տալիս, որ նման պաշտպանության նախարար ունենալը ուղիղ վնաս է հասցնում մեր անվտանգությանը եւ սուվերենությանը։ Անվտանգությունը ապահովող գլխավոր կառույցի ղեկավարը ասում է, որ
Այո, վարչապետը ճիշտ է ասում, եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա մենք կունենանք պատերազմ։ Եվ դրանից հետո որ ասում են ինչու, ասում են որովհետև ընդդիմությունը բազմիցս հայտարարել է, որ իրենք մեր հարևան երկրների հանդեպ, երկրի էլ չէ, երկրների հանդեպ ունեն տարածքային պահանջներ։ Սա զրպարտանք է, սա սուտ է, քաղաքական եւ հանրային ընդդիմադիր գործիչների պարտականությունն է առաջնային անընդհատ խոսել հանրության հետ եւ ֆիքսել այն փաստը, որ այս մարտիկ ինչքան էլ փորձեն իրենց ասոցիացնել խաղաղության հետ, սա սուտ է։ Նիկոլ Փաշինյանը 8 տարի է իշխանության եւ այս 8 տարիների ընթացքում ամեն անգամ, երբ նա ընտրվել է, մենք մի բան կորցրել ենք։ Եվ ես ձեզ վստահեցնում եմ, 26 թվին, եթե նա ընտրվի կրկին, նույն բանն է տեղի ունենալու։ Իրենք ինչ են մեզ փորձում անընդհատ հասկացնել։ Իրենք ասում են, որ մենք ընդդիմությունը Արցախի հանդեպ պահանջներ ունի։ Ես պարզ ասում եմ, իբրև ընդդիմության ներկայացուցիչ, առնվազն իմ համեստ սուբյեկտիվ կարծիքը, որով է adekvat ազնիվ քաղաքական ընդդիմադիր ազգայնական գործիչ չի կարող այսօր խոսել Ղարաբաղի վերադարձի մասին իբրև պետություն։ Մենք պետք է բոլորս հասկանանք, որ այո, մենք պարտավոր ենք վերադարձի իրավունքը պահել միջազգային օրակարգում։ Մենք պարտավոր ենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի մեր 150,000 արցախահայությունը վերադառնա մի օր Արցախ։ Բայց դրա համար մեզ սպասվում է հսկայական աշխատանք, որովհետև բնականաբար անընդունելի կլինի որևէ ձևաչափ արցախահայերի վերադարձի, որում որ մենք 101%-ով վստահ չենք լինի այդ մարդկանց անվտանգության հարցի վերաբերյալ։ Եվ սա շատ հեռու մի երազանք է այս պահին, որը պետք է ունենալ նորմալ կառավարություն, նորմալ դիվանագիտություն եւ գուցե երկար եւ քրտնաջան աշխատանքի արդյունքում մենք հասնենք այդ արդյունքին։ Բայց այս թրքահապատակները ամեն կերպ փորձում են հանրության համոզել, որ եթե կան նախկինները, լինելու է պատերազմ։ Այս թեզի մեջի առաջի սուտը այն է, որ իրենք նախկիններին բոլորը սարքում են մեկ։ Մենք մինչև Նիկոլ Փաշինյանը ունեցել ենք 3 ղեկավար, ամեն ղեկավար ունեցել է իր ուժեղ եւ թույլ կողմերը եւ իմ սուբյեկտիվ կարծիքով բավականին ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը եղել է հենց այն ղեկավարը, ում մասին խոսելիս մենք պետք է հասկանանք, որ եղել է թե տնտեսական աճ, թե զարգացում, թե անվտանգություն։ Նիկոլ Փաշինյանը ասում է, եթե Հայաստան դաշինքը վերընտրվի, լինելու է պատերազմ։ Հայաստան դաշինքի ղեկավարը միակ ղեկավարն է Հայաստանի Հանրապետության, որի ժամանակ Հայաստանը պատերազմի մեջ չի եղել, որևէ բան չի կորցրել։ Նաև տեսա ազգային ժողովի падգամավորները ԿՊ-ական անընդհատ փորձում են նաև sense մի հատ սուտ խաղ խաղալ, իրենք ասում են մեծագույն ձեռքբերում է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր դիվանագիտական փայլուն աշխատանքի արդյունքում 2 տարի է սահմանին զոհ չի եղել ադրբեջանական գնդակից։ Սիրելի հայրենակիցներ, սա մանիպուլյացիա է։ Ես չեմ հավատում, որ Հայաստանի Հանրապետությունում կա մեկ քաղաքացի, ով չէր նախընտրի այն Հայաստանը, որում որ կար Արցախ, որում չկար զոհված 4000 զինվոր եւ այն Հայաստանը, որում որ այո, ժամանակ առ ժամանակ սահմանին լինում էր լարվածություն, երբեմն ցավոք սրտի զոհվում էին առյուծ հայ տղեկ, բայց երբ որ զոհվում էին հայ տղեկ, պարտադիր նաև կրկնակին զոհվում էր ադրբեջանցին։ Եվ դա հենց այն բալանսն էր, որը իրենց պահում էր եւ թույլ չէր տալի իրենք շատ փորձեին գրոհել կամ ագրեսիա ցույց տալ։ Շատ ավելի նորմալ է, երբ որ դու ունես քո տիրապետման տակ քո պատմական հողը, որը որ Թշնամին փորձում է գրավել, բայց դու պաշտպանվում ես եւ նա անդադ ձախողվում է եւ դու երբեմն ունենում ես 5, 10 կամ 15 զոհ, կանց թե երբ որ դու ունենում ես ապիկար դավաճան իշխանություն, որը թե դիվանագիտական, թե ռազմական առումով ամեն ինչ ձախողեց, սպանեց 4000 հայ տղա, տվեց համ Արցախը, համ կողքի տարածքները եւ հիմա իրենք խոսում են, որ կա խաղաղություն։ Սիրելի հայրենակիցներ, պատերազմը իր մեջ ենթադրում է մի քանի ռիսկ։ Պատերազմի մեջ մտնելիս պետությունը կորցնում է կամ հող, կամ զինվոր, կամ սուվերենիտետ, ինքնիշխանություն։ Հենց այս տրամաբանությամբ մենք պետք է հասկանանք, որ պատերազմը ավարտված չէ։ Այո, այլևս զինվորներ չեն զոհվում, բայց ինչու չեն զոհվում, որովհետև Նիկոլ Փաշինյանը բացել է մեր պետության դռները եւ թշնամուն շատ գայթակղիչ կնոջ ձայնով կանչում է ներս, ասում է՝ «Արի, նջարանները քոնը, ամեն ինչը քոնն է»։ Միայն արի։ Եվ որովե կերպ չի ընդդիմանում։ Դրա համար տրամաբանական է, որ մենք այսօր չունենք զոհեր, բայց մենք ունենք կորուստներ, մենք ունենք ինքնիշխանության կորուստ, մենք ունենք մեր առնվազն մի քանի տարի առաջ թշնամի պետությունը, որը այսօր Նիկոլը ներկայացնում է իբրև հարևան պետություն,
եւ ներկայացնում է, որ այդ կարևան պետության կառուցողական ղեկավարը գալիս է խաղաղության, այդ նույն ղեկավարը իր լրագրողների, իր լսարանի համար խոսելիս անընդհատ ասում է, որ ինձ դուր է գալիս, որ դուք ասում եք Զանգեզուրի միջանցք, հենց այդպես էլ կա, ուզում են թրիպ անվանեն, ոնց ուզում են անվանեն։ Մենք հասկանում ենք, որ այդ ամենը մեր տիրապետման տակ է, եւ եթե Հայաստանը հանկարծ մի օր շշկրվի մի բան մեր ասածով չանի, բոլորիս հայտնի մեթոդներով կանենք այնպես, ինչպես մեզ պետք է։ Նման դեպքում խաղաղություն չկա։ Խաղաղություն չի կարող լինել, երբ որ սուվերեն պետության կոնստիտուցիայի սահմանադրության մեջի փոփոխությունը պահանջված է թշնամի պետության կողմից։ Եթե հիշում եք, մինչև այս Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը խոսում էին սահմանադրական բարեփոխումների մասին, որից հետո երևի Նիկոլը կանչվեց Անկարա եւ ասեց՝ «Տղա ջան, դա չի մեր պահանջը, մենք ամբողջապես ուզում ենք դու փոխես սահմանադրությունը, բացես մի նոր թրքահապատակ հանրապետություն, որում որ անկախության հռչակագիրը առհասարակ գոյություն չի ունենա, որում որ այդ սահմանադրությունում մեր ազգային մշակութային պատմական տարերը ներկա չեն լինի եւ կդառնա ինչ-որ ստանդարտ եվրոպական օրինակներից copy-paste արած մի սահմանադրություն, որը ռեալ սուվերենիտետ մեզ չի տալու։ Բայց մենք բոլորս պետք է հասկանանք, ժողովուրդ ջան, որ հենց այս ամենի կոնտեքստում հունիսի 7-ի ընտրությունները դա պարզապես ընտրություններ չեն, դա լինելու է ռեֆերենդում նրա մասին, թե Հայաստանը լինելու է հայկական թե թուրքական։ Ամեն բան, որ խոսում է Նիկոլ Փաշինյանը, այդ ամենին կան կոնտրարգումենտներ։ Ինքը խոսում է խաղաղությունից ամենաշատ պատերազմի ինքն է բերել։ Ինքը փորձում է ներկայացնել ընդդիմադիր ուժեղ սուբյեկտների իբրև պատերազմ բերող, բայց հենց այդ սուբյեկտներն են եղել, որ պահել են Հայաստանը ամենաանվտանգը։ Մենք ունենք արգորս նախարար Արարատ Միրզոյան, որը իր խոսույթով կրկին կրկնում է այս նույն Սուրեն Պապիկյանի խոսքերը, ասում է մենք եթե չլինենք պատերազմը լինելու, որովհետև նրանք ուզում են Արցախը վերադարձնեն։ Սա սուտ է։ Այս մարդիկ ուզում են մեզ բժշկացնեն, որպեսզի մենք մոռանանք, որ եթե նույնիսկ ամեն կերպ մոռանանք Արցախի մասին, այսօր Արցախի հետ կապ չունեցող 200 կիլոմետր սուվերեն մեր տարածքից գտնվում է թշնամու տնօրինության տակ։ Եվ երբ որ մենք գնում ենք սահման եւ տեսնում ենք, թե ինչ աշխատանքներ են արվում այդ զավթված տարածքների վրա, ակնհայտ է դառնում, որ թշնամին իր պլաններում չունի դա վերադարձնել Հայաստանին, որովհետեւ այնտեղ ներդրում են անում եւ աշխատանքներ են իրականացնում։ Այս ամենի ֆոնին մենք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանի առաջարկած անվտանգային երաշխիքները եւ այս սուտի խաղաղությունը պարզապես բլեֆ է եւ ինքը պայմանավորվածություն ունի իր թուրքական տերերի հետ, որպեսզի նրանք շատ ագրեսիա չանեն սահմանին մինչեւ հունիսի 8-ը, որպեսզի նա վերարտադրվի եւ դրանից հետո խաղաղ պայմաններում ամեն ինչը նվեր կտա Թուրքին։ Մենք պետք է հասկանանք, որ Նիկոլ Փաշինյանը եթե վերընտրվեց, մենք ունենալու ենք 300,000 ադրբեջանցիների վերադարձի հարց։ Ես ձեզ վստահեցնում եմ, եթե 300,000 ադրբեջանցի վերադառնա գա Հայաստան, իբրև թե վերադարձել են իրենց հին տները, դրանից հետո Հայաստանը կործանված է լինելու։ Եթե չեմ սխալվում, 90-ականներին կար թուրքական մի նախագահ, Թորգուտ Օզալ, եթե չեմ սխալվում, անունը սխալ չեմ արտաբերում, այդ մարդը մի շատ խելացի բան էր ասել էր, որ ադրբեջանցիները սխալ արեցին, որ պատերազմը սկսեցին Արցախյան առաջին, որովհետև մինչև պատերազմը Հայաստանի տարածքում ապրում էին թուրքեր որոշ շրջաններում եւ եթե խաղաղ պայմաններում թուրքերը մնային մեր քաղաքներում ինչ որ 50-100 տարի հետո զուտ արդեն դեմոգրաֆիկ տարբերության պատճառով իրենք խաղաղ կերպով կգրավեին մեր պետությունը։ Հիմա եթե մենք թույլ տանք, որ այս 300,000 ադրբեջանցին գան Հայաստան, ունենալու ենք նույն Նախիջևանի վիճակը, որը որ ի սկզբանե այնտեղ 50-ից ավել տոկոս հայ բնակչություն էր, բայց այդ ադրբեջանցիք եկան, մտան ու ժամանակից ինչ որ ժամանակ անց այնտեղ արդեն չկա ոչ մի հայ եւ կա արդեն ադրբեջանական ստույգ պետություն։ Մենք պետք է հասկանանք, որ չի կարող նման կրիզիսային վիճակում գտնվող պետությունը ունենալ Նիկոլ Փաշինյանի պես անգրագետ եւ հայկականությունը չսիրող վարչապետ։ Մենք պետք է հասկանանք, որ Արարատ Միրզոյանը նման կրիզիսային վիճակում չի կարող լինել դիվանագետ, որովհետև թե ռուսական, թե թուրքական, թե ամերիկյան այդ հզոր փորձ ունեցող դիվանագետների դիմաց, երբ որ նստացնում ես մի նախարարի, որը իր էությամբ դիվանագետ չէ, իր կրթությամբ նորմալ դիվանագետ չէ, եւ դու իրեն նստեցնում ես այնտեղ,
Հաշվի առնելով, որ նա համ բնական հանգամանքներով է նրանցից թույլ, այսինքն ներկայացնում է ավելի փոքր եւ թույլ պետություն, բայց դրանից զատ նաեւ սեփական հմտություններով եւ շնորհքով եւ գիտելիքով չի կարող այդ մարդկանց հետ մրցել, դու հասկանում ես, որ նման արգորսնախար ունենալը դա սուիցիդ է քո արտաքին քաղաքականության համար։ Նույնը վերաբերվում է Սուրեն Պապիկյանին, մարդ, ով ռազմական գործի հետ կապ չունի, ով նույնիսկ նորմալ բանակում չի ծառայել, այսօր գալիս է ազգային ժողովի ամբիոնից բաներ է խոսում, թե բա մենք այնքան զենք ենք առել, որ այս 20 տարվա մեջ ոչ ոք չի առել։ Այդ զենքի խերը ով է տեսել։ Այդ գումարները դուք ծախսել եք երբ։ Այդ գումարով քանի ադրբեջանցի է վնասվել ու քանի հայ է պաշտպանվել։ Եթե դուք չլինեիք, հնարավոր չէր Արցախի կորուստը լիներ այս ձևաչափով։ Ես չեմ ասում մենք պարտադիր կհաղթեինք պատերազմում, բայց ես վստահ եմ, այս արյունալի կորուստներով լի, ցավալի, այս ամենախայտարակ ռեզուլտատը մենք ունենք բացառապես սա ձեր ղեկավարման պատճառով է։ Եվ հիմա այն ինչ որ տեղի է ունենում տարածաշրջանում, այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր Իրան, Իսրայել, Ամերիկա կոնֆլիկտի շրջանակներում, սա ել ավելի մեծ հնարավորություն է մեր հանրության համար հասկանալ, որ ամերիկյան անվտանգային երաշխավորվածությունը այս ռեգիոնում որևէ էֆեկտ չունի։ Պետք է հասկանալ, որ Իսրայելը Ամերիկայի համար դա կարևորագույն դաշնակից է։ Իսրայելը ունի Ամերիկայում AIPAC։ AIPAC-ը շատ տարբեր հեղինակավոր ամերիկյան լրատվականներ շատ պարզ պնդում են, որ ասում են Ամերիկայի արտաքին քաղաքականության գիծը որոշում են ոչ թե ամերիկացի դիվանագետները, այլ հրեական լոբին, որը հենց այդ AIPAC կազմակերպությունն է, որ համ ֆինանսավորում է բազում ամերիկյան քաղաքական գործիչներից, ցավոք սրտի երկու կողմերից, համ Դոնալդ Թրամփի հանրապետական կուսակցությունից, համ դեմոկրատների։ Մարդիկ ինչու ընտրեցին Դոնալդ Թրամփին։ Իրենք կարծում էին, որ քաղաքական փոփոխության արդյունքում կգա մի իշխանություն, որը դեմոկրատներին ի հակառակ կվարի ներքին քաղաքականություն, հենց акցենտը կդնի պետության ներքին խնդիրների լուծման եւ ֆինանսները չեն գնա երկրից դուրս։ Դա էր ասում Թրամփը, ասում էր մենք ինչու պետք է ունենանք վատ ճանապարհներ եւ արևելք ուղարկենք տրիլիոններ։ Մեզ պետք չէ պատերազմ, Օբաման սխալ է արել, Բայդենը սխալ է արել, մեզ պետք է պետություն, որը ներսից կզարգանա, արևելքի խնդիրներն է, թող արևելքի ժողովուրդը լուծի։ Հենց դրա համար մարդիկ իրեն ընտրեցին։ Երկրորդ կարևորագույն Դոնալդ Թրամփի ուժը այն էր, որ նա տրադիցիոն արժեքների հետևորդ է, այսինքն նա ասում էր, որ հավատքը պետք է լինի Ամերիկայում, նա ասում էր, որ սեռերը լինում են երկուսը, տղա եւ աղջիկ, եւ նման խոսույթով նաեւ ինչու ոչ Ամերիկայի հայ մեր դիասպորան հավանում էր Թրամփին, մտածելով, որ այս մարդը բերելու է ավանդույթների եւ արժեքների քրիստոնեության վերադարձ եւ հերո է մնալու պատերազմներից, բայց նա ընտրվելուց հետո հասկացան, որ ցավոք սրտի այդ իսրայելական լոբին այնքան հզոր է, որ Թրամփի թիմին եւս կարողացան տիրանալ եւ պարտադրել, որպեսզի այս աղետալի պատերազմը սկսեն մեր ռեգիոնում։ Եվ այստեղ մենք ունենք Պարսից ծովի այն պետությունները, որոնք հսկայական միջոցներ, նավթից ձեռք բերած իրանց միլիոնավոր դոլարները ծախսեցին գնելու ամերիկյան անվտանգային այդ միջոցները եւ նաեւ թույլ տվեցին, որ Ամերիկան տեղադրի ռազմաբազաները իրենց պետության սուվերեն տարածքի վրա, այդ ամենը արեցին այն ակնկալիքով, որ ռեգիոնում ինչ էլ որ լինի, իրենք լինեն անվտանգ։ Բայց արդյունքում տեսանք, որ Իսրայելը ԱՄՆ-ին պարտադրեց գնալ կոնֆլիկտի Իրանի դեմ եւ Իրանը շատ խելացին պատկերացմամբ շատ ռազմավարական պլան ունի եւ նաեւ ցույց տվեց, որ ղեկավար սպանելով այդ լուրջ կառուցվածքային հիմքեր ունեցող պետությունը չի քանդվելու եւ իրենք սկսեցին հարվածել ոչ թե ամերիկացի զինվորներին, այլ սկսեցին այս պատերազմը վերածել համաշխարհային տնտեսական աղետի։ Այսինքն իրենք պարզ մեսեջ են հասցնում արևմտյան աշխարհին, ասում են, եթե դուք կարծում եք, որ մեզ կարող եք այսքան խփել եւ ձեր նավթը կհասնի ձեզ, ձեր պետության քաղաքացիները ամեն ինչ իրենց կյանքում չի թանկանում, ամեն ինչ լավ կլինի, չարաչար սխալվում եք։ Նույնը ասեցին հարավ-հարևան պետություններին, որ եղբայր, եթե դու թույլ ես տալիս քո տարածքի վրա լինի մի պետության բազա, որ ուզում են ոչնչացնել, մենք եղբայրական պետություններ ենք, մի նեղացի, բայց ես միևնույն է հարվածելու եմ իրեն, որովհետեւ իմ հասանելիության մոտակայքում ամերիկյան հողը քո հողի վրա է, դրա համար ես քեզ հարվածելու եմ։ Եվ հիմա շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, Պեդրո Սանչեսը, Իսպանիայի վարչապետը, ով որ դեմ խոսեց Իրանի դեմ պատերազմի եւ գործողությունների ագրեսիայի վերաբերյալ, հիմա Հորմուզի նեղուցում Իրանի կառավարությունը թույլ է տալիս իսպանական նավերի ելումուտը, ինչպես ռուսներին են թույլ տալիս, ինչպես չինացին։
Այսինքն ակնհայտ աշխարհը բաժանվում է խաղաղության եւ պատերազմի թևերի եւ այն արևմտյան այդ հավաքական արևմուտքը, որը որ միշտ խոսում է ժողովրդավարության եւ խոսքի ազատության արժեքների բարձրացման կարեւորության մասին, հերթական անգամ Իսրայելի ներգրավելով ցույց են տալիս, որ այդ ժողովրդավարություն եւ սիրուն խոսքերի տակ իրականում մենք ունենք աշխարհակաղակական շահեր, նավթ եւ երկարամյա արևմտյան պլան, ուժեղ հակառակորդ խաղացողներին, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը, վնաս հասցնել, թույլատրել, որպեսզի իրենց ազդեցությունը ռեգիոնում շատանա։ Ամեն դեպքում, Ռուսաստանի դեմ այսօր նաև ազգային ժողովի ամբիոնից Ալեն Սիմոնյանն էր մեղադրում Ռուսաստանին, անուններ չեն տալիս, բայց ամբողջ սրակները ուղղում այդ ուղղությամբ Ռուբեն Ռուբինյանը իր հերթին, այս ամենը ինչով է պայմանավորված, այն պարագային, որ ուղիղ 1 ժամ հետո իրենց շեֆը տեսնում եք ինչպես է արտահայտվում նույն Ռուսաստանի նախագահի հասցեին։ Բա ինչ պիտի անեմ, ես պիտի զանգեմ, հանդիպում խնդրեմ Ռուսաստանի նախագահից, Հոպուտինը չի զանգելու։ Տեսեք, խեղճանալ եւ դիմացինի ոտքերը ընկնել ունակություն ունեցող մարդը իր համար սկզբունքային չէ դիմացինը ով է։ Նա պետք եղած ժամանակ համ եվրոպացիների դեմն է չոքում, պետք եղած ժամանակ ռուսների դեմ է չոքում, իսկ թե ինչ անում թուրքերի դիմաց, դա պրիվատ հանգամանքներում է լինում, ամեն մեկը իր ֆանտազիայով է կարող պատկերացնել։ Տեսեք, հիմա մենք ունենք ընդդիմադիր դաշտ, որ պայքարում է Նիկոլ Փաշինյանի դեմ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով իրավիճակը այնքան էլ առողջ չէ, իմ երազանքների ընդդիմադիր Հայաստանում ճիշտ այնպես կլիներ, որ բոլորը կենտրոնացած լինեին բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմ խոսելով եւ աշխատելով։ Իմ պատկերացմամբ, եթե ընտրությունները լինեին այս երկուշաբթի օրը, ընդդիմությունը միանշանակ կհաղթեր, հավաքական ընդդիմությունը, որովհետեւ Արցախում զոհված հրամանատարի աղջկան եւ թորան վրա մատ թափ տալը Նիկոլի վրա շատ թանկ նստեց։ Այս խաբեբաների խմբակը ինչ է ասում է անում ենք ներկուսակցական քարոզարշավ, բայց փաստացի պետական ռեսուրսները մսխելով ընկնում են այդ իրենց ավտոբուսը ու շրջում են թե մարզերով թե քաղաքներով։ Արդեն ակնհայտ երևում է տարբերությունը, թե Նիկոլին ինչպես են ընդունում գյուղերում եւ ինչպես են ընդունում քաղաքներում։ Ցավոք սրտի մեր սիրելի պրովինցիալ բնակչությունը շատ ավելի հեշտ է մոլորեցնել, իրենք շատ ավելի նեղ տեսականի ունեն լրատվամիջոցների եւ այն ամեն սուտը եւ մանիպուլյացիան, որը Նիկոլը մատուցում է իրանց, ունենում է իր դրական արդյունքը Նիկոլի համար, բայց քաղաքներում իրավիճակը շատ այլ է եւ ես հենց այս Արցախից տեղահանված աղջկա եւ որդու պատմության օրինակի վրա կոչ եւ խնդրանք ունեմ մեր քաղաքացիներին, ընդդիմադիր գիտակից մեր հայ ընկերներին, եղբայրներին եւ քույրերին, ժողովուրդ ջան, նախընտրական process-ը դա մի օրգանիզմ է։ Մենք վստահ եմ ունենք այս 2 ամսվա մեջ ունենալու ենք օրեր, երբ որ Նիկոլի վիճակը լավ է լինելու եւ օրեր, երբ որ Նիկոլի վիճակը վատ է լինելու։ Մեր բոլորի պարտականությունն է ամեն ինչ անել, որպեսզի վատ օրերը լինեն ավելի շատ, քան թե լավ օրերը Նիկոլի համար։ Մեկ տհաճ միջադեպ, մեկ հպարտ, իսկապես հպարտ քաղաքացի, ով որ Նիկոլի դեմքին ասեց այն ամեն ինչ որ մտածում է, նայեք ինչ լարվածության բերեց հանրային դաշտում։ Հանրությունը պարտադրեց Նիկոլին, որ չոքեջոք գա, ներողություն խնդրի այդ աղջկանից, բայց միևնույն է իր նենգությունը երևում է այն առումով, որ տեսնում եք իր քաղաքական միավորին պատկանող լրատվականներ ինչ կեղտոտ բաներ են գրում այդ աղջկա մասին։ Մենք բոլորս, բոլոր ընդդիմադիր մարդիկ, հատկապես այս կարևոր շրջանում, երբ որ տեսնում եք մի ԿՊ-ական, հատկապես Նիկոլի պես բարձր ինչ որ նախարար կամ մեկը, գնացեք եւ խոսեք այդ մարդկանց հետ։ Տվեք ձեր ազնիվ եւ արդար հարցերը։ Միշտ մնացեք քաղաքակրթության սահմաններում, բայց ձեր սուր հարցադրումներով սադրեք իրենց, որ ցույց տան իրենց իրական պատկերը։ Նիկոլ Փաշինյանը այդ օրը մետրոյում չդիմացավ եւ իր իրական ատելությունը արցախցիների հանդեպ ցույց տվեց, իր անդաստիրակությունը ցույց տվեց, իր տղամարդկային որակների պակասնել ցույց տվեց, որ երեխայի ներկայությամբ մոր վրա մատ է թափ տալիս։ Մենք ամեն կերպ օրենքի սահմաններում պետք է սադրենք այս թրքահապատակներին, որ իրենց իրական պատկերը ցույց տան, որի արդյունքում շատ քաղաքացիներով, որ ցավոք սրտի այսօր զզված են ամեն ինչից, չունեն վստահություն եւ չեն ուզում գնան ընտրության, հենց Նիկոլի հանդեպ այդ նողկանքի զգացումը այնքան բարձր լինի, որ մարդիկ վեր կենան, ամսի 7-ին գնան եւ տան իրենց ձայնը ընդդիմադիր անցնող մի ուժի, իմանալով, որ դրանով իսկ ճանապարհում են Նիկոլին։ Ես իմ ընտրությունը կայացրել եմ։ Ընդդիմությունը ունի տարբեր բլոկեր, ես հույս ունեմ, որ բոլոր այդ բլոկերը շեմը կանցնեն,
որ բոլորը կաշխատեն, որովհետև իմ պատկերացմամբ այսօր չկա մեկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որ կարող է վռնդել Նիկոլին, դրա համար մենք պետք է բոլորս միասնական աշխատենք, պետք է թույլ չտանք, որ իրար վրա ցեղ շպրտվի եւ ամեն մեկը իր կողքի ընկերոջը, գործընկերոջը եթե տեսնում է շեղվում է այդ օրակարգից, պետք է կարգի իրավիրի։ Եթե կարգի չի իրավիրում, որ եւ տենում ես կազմակերպված դա շարունակական է, ուրեմն տվյալ անձանց հակառակորդը Նիկոլը չէ, այլ ընդդիմության մեջ ինտրիգաներ մտցնելն է։ Հայտնի է, որ դուք հիմա Հայաստան Դաշնքի հետ եք Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, խնդրեմ ձեր անելիքների մասով ինչ կարող եք մեզ ներկայացնել։ Այո, ես 2022 թվականից Հայաստան Դաշնք ու Հայաստան խմբակցությունում եմ աշխատում առ այսօր։ Ես կարող եմ ասել իմ մոտեցումը, տեսեք, անընդհատ Հայաստանում մարդկանց փորձում են մեղադրել այս կամ այն թիմին պատկանել, հետո այդ թիմը փոխել։ Իմ թիմը, որ ես համարում եմ իմ մարդիկ, դա իմ ընտանիքն են, իմ ընկերներն են։ Քաղաքական ֆորմատում ես ընտրում եմ մարդկանց ըստ իրենց գաղափարների եւ մոտեցումների։ Հիմա ես կարող եմ ասել, ես ինչ եմ ուզում, դրա համար ընտրում եմ այս առաջնորդին։ Ես ուզում եմ, որ մյուս Հայաստանի կառավարությունը, որ լինի իշխանություն, չների Նիկոլ Փաշինյանին։ Խոսքը չի գնում այդտեղ վարչության պետեր, բաժնի պետեր ոչ, բայց ես ուզում եմ այնպիսի ղեկավար եւ ես իմ ձայնը տալու եմ, աշխատելու եմ այն ղեկավարի համար, ով վստահաբար պնդում է, որ իշխանություն ունենալու դեպքում Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, Արարատ Միրզոյան, Սուրեն Պապիկյան, Վագեն Ալեքսանյան եւ նման երևի մի 20 անուն, որ այդ մարդիկ պետք է փտեն բանտում, որովհետեւ այդ մարդիկ իմ հայրենիքը վաճառելու գործընթացի մեջ եղել են կարևորագույն դերակատարներ։ Ես չեմ ուզում քաղաքական ռետորաբանություն, որ Հայաստանը փրկելու է ինչ-որ տնտեսական զարգացումները, ոչ, ես այդպես չեմ կարծում։ Տնտեսությունը միանշանակ կարևորագույն գործոն է, բայց ինձ համար իբրև հայ մարդով ապրում է Հայաստանում, կարևորագույն հարց է անվտանգությունը։ Եվ ես ուզում եմ ղեկավար, ով ունի փորձ անվտանգ պահպանել իմ երկրի սահմանները, ես ուզում եմ ղեկավար, ով ունի փորձ Սփյուռքի հետ պահպանել այնպիսի հարաբերություններ, որ մեր հայ ազգի ցանցային լինելը իօգուտ գործի մեր հանրապետությանը եւ նաեւ Սփյուռքի մեր հայությունը, նրանք ովքեր ուզում են շարունակել ապրել Սփյուռքում, կարողանան հպարտ լինել, որ հայ են, իսկ նրանք ովքեր ուզում են վերադառնալ հայրենիք, իմանան, որ այս պետության մեջ բոլոր նախապայմանները ստեղծված են, որպեսզի իրենք գան արժանապատիվ եւ անվտանգ ապրեն Հայաստանի Հանրապետությունում։ Ի վերջո, եթե մենք հեռանանք քաղաքական այս պոեզիաներից եւ խոսենք թվերով, կրկին եմ ասում, մենք ունենք մեկ ղեկավար, ում ժամանակ թոշակները իրապես բարձրացել են էականորեն, մինչև 6 անգամ։ Մենք ունենք մեկ ղեկավար, ում ժամանակ ամենակիչն է մարդ զոհվել սահմանին։ Ունենք մեկ ղեկավար, ում ժամանակ չի եղել պատերազմ, եւ ինչքան էլ կրկին փորձում են տարբեր ցավոք սրտի ոչ միայն իշխանական ուժերը մոլորեցնել եւ ասոցացնել Ռոբերտ Քոչարյանին, որ նա Ռուսաստանի հետ է, այո, Ռոբերտ Քոչարյանը ունեցել է շատ գրագետ, առողջ եւ շատ ուժեղ ռազմավարական հարաբերություններ Ռուսաստանի հետ, բայց խնդրում եմ, թող լինի մեկը, որ կարող է ինձ արգումենտներով, ուղղակի խոսելով չէ, փաստերով, թվերով, անուններով, ասի մի ժամանակաշրջան, երբ որ այսպես կոչված պրոռուսական Հայաստանը, որ ամբողջապես Ռուսաստանի հետ էր, ուներ այդքան մեծ հարգանք եւ դիրք Ֆրանսիայի հետ հանդիպումների ժամանակ, Ամերիկայի հետ հանդիպումների ժամանակ, Նիկոլի պես չէ։ Նիկոլը, որ մի հատ Վենսի գալը, այո։ Այո։ Նիկոլ Փաշինյանը մեր վրա փորձում էր վաճառել այդպես թանկ Վենսի Հայաստան գալը, երբ որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահան գնում էր Ամերիկա, գնալու համար ինքը մեր սուվերենությունից կամ մեր հողից կամ մեր ազգային շահերից մի բանը չէր տալիս։ Նիկոլը Վենսին Հայաստան բերելու համար այդ գոյություն չունեցող թրիպը խոստվեց, համաձայնվեց, Վենսը եկավ մի պահ որոշեց մարդկային բանանի, ցեղասպանության հուշահամալիրի մոտ X արտակի վրա գրառում արեց, 20 րոպե հետո ջնջեց։ Ակնհայտ է, որ կա Ամերիկայի կարևորագույն դաշնակից այս ռեգիոնում եւ դա Իսրայելն է։ Իսրայելի կարևորագույն դաշնակիցը եւ միակ իրական դաշնակիցը մեր Կովկասում դա Ադրբեջանն է։ Այս տրամաբանական շղթան մեզ պետք է հասկացնի, որ Ամերիկային երբեք այնքան հետաքրքիր չի լինելու հայկական շահերը, որ դեմ գնա Իսրայելին, որ Իսրայելն է իր հերթին դեմ գնա Ադրբեջանին։ Մեզ պետք են այնպիսի գործընկերներ, ովքեր իրապես ուզում են
ինքնիշխան Հայաստան այս տարածաշրջանում ոչ թե որովհետև հայերը կյանք են, այլ որովհետև հայերը իրենց պետք են, որովհետև իրենք հասկանում են, որ եթե ստեղ Հայաստանի Հանրապետության սուվերեն հանրապետության տեղը լինի ինչ-որ թուրքական մի վիլայետ, նաև թե իրենց շահերն են տուժելու։ Եվ իմ պատկերացմամբ այդ պետությունները Իրանն են եւ Ռուսաստանը։ Ես վստահ եմ, որ Վրաստանի հետ մենք ունենք հսկայական պոտենցիալ աշխատանքի, պարզապես Վրաստանի դերը աշխարհակահաղական եւ հատկապես անվտանգային գործընթացներում այդքան մեծ չէ, դրա համար առաջնային կարևորությունը ես տալիս եմ Իրանին եւ Ռուսաստանին։ Եվ այսօր Իրանը ցույց է տալիս, որ դու կարող ես լինել ֆինանսապես ավելի թույլ, կարող ես շատ հարցերով լինել ավելի թույլ, բայց եթե դու ունես ազգային ղեկավարություն, կառուցվածքային հիմքեր եւ իրական պլան եւ ցանկություն եւ հավատ, որ դու պետք է չպարտվես առնվազն, պետք է պայքարես, տեսնում ես, որ այն բոլոր լեգենդները, որ ասվում են իսրայելական զենքերի մասին, ամերիկյան բանակի մասին, տեսնում ես, որ Իրանը միայն այսօր կարողանում է դիմադրել, հսկայական վնասներ հասցնել, եւ ես վստահ եմ մյուս անգամ Իրանի վրա հարձակվելիս ավելի խորն են մտածելու եւ վերլուծելու, արժի դա անել թե չէ։ Իսկ այս իրավիճակով ինձ համար բավական ակնհայտ է, որ ես ուզում եմ ունենալ մի պետություն, որում մենք ունենանք ուժեղ ղեկավարություն, որը կունենա կանխատեսելի եւ հասկանալի ռազմատնտեսական հարաբերություններ իր իրական գործընկերների հետ, եւ ես այո պահանջում եւ ակնկալում եմ այն քաղաքական միավորից, որ ես աշխատում եմ եւ որին որ ես իմ ձայնն եմ տալու, որ այդ միավորի իշխանությունը ստանձնելիս պետք է վերացնի բոլոր այս քաղաքական հետապնդումները արժանապատիվ հայերից, ովքեր դառան քաղաքալացյալներ Նիկոլ Փաշինյանի ժամանակաշրջանում, պետք է կոմպենսացիա տրամադրի բոլոր այն հայ ընտանիքներին, ովքեր ազգային գաղափարի համար պայքարելու արդյունքում հայտնվել են բանտում, եւ այո, կրկին եմ ասում, այդ ուժային կառույցների եւ կառավարության եւ պարլամենտի ղեկավարները, ովքեր որ վստահ եմ գիտակցված մեր պետականությունը եւ սուվերենությունը տանում են զեղչման, այդ մարդիկ պետք է փտեն բանտերում եւ պետք է դաս լինի հետագա բոլոր նորեկած այս կամ այն աշխարհակահաղական կենտրոնից եկած նորաստեղծ քաղաքական ուժերի համար, որ եթե դու եկել ես Հայաստանում ծառայելու այլ պետությունների շահերին, դու պարտադիր փտելու ես բանտում։ Ես եմ շնորհակալ։